Ողջունում եմ բոլորիդ սիրելիներս, այսօր կներկայացնեմ, թե ինչով է օգտակար մանդարինը, ինչ կարևոր սննդանյութեր է պարունակում և ինչպես առավելագույն օգուտ ստանանք բնության այս հրաշալի պարգևից։ Մանդարինները հարուստ են այնպիսի սննդանյութերով, որոնք օգնում են պահպանել մեր առողջությունը անգամ ցուրտ ձմռանը և ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում։ Մանդարինը հատկապես հարուստ է վիտամին C-ով, որը ամրացնում է իմունային համակարգը և ուժեղ հակաօքսիդանտ է։ C վիտամինի շատ պարունակությունը հատկապես օգտակար է լյարդի համար։ Այն նպաստում է տոքսինների բնական հեռացմանը, շնորհիվ իր միզամուղ ազդեցության, որը բնորոշ է ցիտրուսային մրգերին։ Մանդարինը պարունակում է մանրաթելեր, որի շնորհիվ կանխում է փորկաբությունը, խտանում է աղիների կծկումները և դադարումը։ Նույն այս մանրաթելերի առկայության շնորհիվ առաջացնում է հագեցվածության զգացում և նպաստում է քիչ ուտելուն, այնպես որ եթե ուզում եք մի քանի կիլոգրամ կորցնել ձեր քաշից, կերեք մանդարին։ Այն նաև շատ հեղուկ է պարունակում և միզամուղ է և շատ նպաստավոր է նյարդեցնող դիետաների ժամանակ, քանի որ ունի քիչ կալորիականություն և պարունակում է շատ քիչ քանակությամբ շաքար։ Խորհուրդ եմ տալիս օրական ուտել 2 մանդարին։ Այն նպաստում է նաև սրտանոթային առողջությանը, շնորհիվ ֆլավոնոիդների, որոնք դրական ազդեցություն ունեն արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի և արյան մեջ առկա լիպիդների քանակի կարգավորման համար։ Մանդարինը պարունակում է A և C վիտամինների մեծ քանակ, որոնք պահպանում են մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությունն ու առողջությունը։ A վիտամինի շնորհիվ նպաստում է նաև տեսողության լավացմանը։ Մանդարինից պատրաստում են եթերայուղ, որը լայնորեն օգտագործվում է կոսմետիկայում, հատկապես շամպունների, շրթներկերի, օծանելիքների պատրաստման համար։ Օգտագործվում է նաև մանդարինի կեղևը, այն լավ լվանում են և չորացնում։ Կարելի է ավելացնել մրգային և բանջարեղենային սալատներին թարմություն և հաճելի համ հաղորդելու համար։ Կարող եք ավելացնել նաև բուսային թուրմերին, շատ հաճելի համ է տալիս։ Մանդարինը հեշտ է մաքրվում, հաճելի համ ունի և իդեալական միրգ է նախաճաշի համար։ Կարելի է պատրաստել հյութ, կոկտեյլ խառնած այլ մրգերի հետ, կստացվի վիտամիններով և էներգիայով հարուստ ըմպելիք։ Լավ համադրվում է նաև կոճապղպեղի հետ։ Հիանալի է նաև տորտերի, հրուշագեղենի, մուրաբբայի և ցուկաթների արտադրության համար։ Մանդարինից առավելագույն օգուտ ստանալու համար ավելի լավ է այն ուտել առավոտյան կամ կեսօրին թարմ վիճակում։ Սա ապահովում է ավելի լավ մարսողություն և օգտակար սննդանյութերի կլանում, միաժամանակ օգնելով խուսափել աղեկային փքվածությունից։ Մանդարինի օգտագործման ամենալավ շրջանը դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսներն են։ Ուրեմն ճիշտ ժամանակն է օգտվել բնության պարգևած այս հրաշալի մրգից, որպեսզի բարձրացնեք ձեր դիմադրողականությունը և ձմեռային վիրուսներով հարուստ շրջանը անցկացնեք առույգ և առողջ։ Եթե ձեզ հետաքրքրեց իմ հաղորդումը, չմոռանաք հավանել, գրել մեկնաբանություններ, տարածել, բաժանորդագրվել իմ էջին, որպեսզի հետևեք հաջորդ հաղորդումներին։ Առողջություն և բարօրություն եմ ցանկանում բոլորիդ։